Բարև ձեզ սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ անդրադառնալ բոլորիս շատ հուզող կարևոր հարցերից մեկին, ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի փոփոխություններին։ Փորձնական մի ժամկետ ենք վերցրել մայիս-հունիս ամիսները եւ դիտարկել օֆիցիալ հրապարակված տեղեկատվության հիման վրա այն փոփոխությունները, որոնք կատարվել են այդ ժամանակահատվածում։ Թվով 21 փոփոխություն է եղել երթևեկության կազմակերպման, որոնց վերաբերյալ ուրեմն որոշումների ընդունման եւ դրանք ուժի մեջ մտնելու միջև միջինացված ժամկետը եղել է 5 օր, ավելի կարճ ժամկետներ եւս եղել են։ Պետք է նշեմ նաև, որ միջազգային փորձի տեսանկյունից մի քանի երկրների փորձի վերաբերյալ անգամ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե դրանք հրատապ փոփոխություններ չեն, հրատապ կազմակերպման ենթակա փոփոխություններ չեն, ինչ-որ հանգամանքով պայմանավորված վթար, ճանապարհի փակում, չգիտեմ էլ ինչ-որ հանգամանքներ, ապա սովորաբար 2 շաբաթ, 3 շաբաթ եւ ավելի հաճախ 1 ամիս առաջ տեղեկացնում են որոշում ընդունելուց հետո ուժի մեջ մտնելու վերաբերյալ, այսինքն որոշումը ընդունվում է անմիջապես որպես կանոն այդ օրը կամ հաջորդ օրերին կազմակերպվում է իրազեկվում եւ ուժի մեջ է մտնում ավելի ուշ ժամանակահատվածում եւ ոչ թե ասենք օրինակ վերջին փոփոխությունը ընդամենը 2 օր, 3 օր այդպիսի ժամանակահատված էր տրվել, հա, խոսքը վերաբերում է Սարյան փողոցի երթևեկությանը։ Ինչու է սա կարևորվում, որովհետև փաստացի ազդեցություն ունի, մեծապես ազդեցություն ունի նաև ուրեմն խախտումների վրա, այսինքն քաղաքացիները հաճախակի են երթևեկության փոփոխության արդյունքում խախտումներ թույլ տալիս։ Իհարկե, այստեղ կհնչի հակափաստարկ, որ որպես ընդհանուր կանոն սկզբնական ժամանակահատվածում չեն տուգանում, բայց սա իրավական տեսանկյունից խոցելի մոտեցում է, որովհետև եթե կա պատշաճ կանոն, ապա կանոնի խախտման համար բնականաբար պիտի վրա հասնի հետևանք եւ վարչարարության միջոցով սրա կարգավորում ամենանախնդրելի տարբերակը չէ, շատ ավելի ճիշտ կլինի վարչարարությունը կիրառել պատշաճ, բայց փոփոխությունները ուրեմն փոփոխությունների մասին իրազեկման համար ավելի պատշաճ ժամանակահատված տրամադրել, բայց որպեսզի լինի առարկայական խոսակցությունը մենք հարցում ենք արել նաեւ ներքին գործերի նախարարություն, փորձելով հասկանալ Երևանի քաղաքապետարանի կողմից հռչակված հանրային տրանսպորտի առաջնայնության շրջանակներում առանձնացված գոտիներով երթևեկության կազմակերպումը, ինչպիսի վիճակ է ստեղծել ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև խցանումների վրա ազդեցության տեսանկյունից, միաժամանակ նշեմ, որ սա չեմ ընդունում որպես դոգմատիկ ճշմարտություն, առ այն, որ ավելի կբարելավի կամ այդպես կմնա, որովհետև մենք խոսում ենք ամռան ստեղծության ժամանակահատվածում փոփոխությունների եւ դրա ժամկետի վերաբերյալ, որովհետև սեպտեմբեր ամսից այն թվերը, որոնք կհնչեն կամ այն թողունակությունը, որը կհնչի, ակնհայտորեն փոփոխվելու է։ Խոսքը վերաբերում է մեկ փողոցի օրինակով ենք խնդրել մեզ տրամադրել տեղեկատվություն, այսինքն մինչև առանձնացված գոտիներով երթևեկության կազմակերպումը, Գրիգոր Լուսավորիչ Իտալիայի ու Արգիշտի փողոցների խաչմերուկի մասով, խոսքը վերաբերում է Կրկեսից Ձգան խանութ ընկած երթևեկության կազմակերպմանը, փաստացի մեկ լուսացույցով 72 տրանսպորտային միջոց էր անցնում, թողունակությունը միջինացված այդքան էր, հիմա դարձել է 52, բացի այդ կա փոփոխություն բնականաբար մեքենաների կողմից երթևեկության ժամանակ թույլատրելի արագության ուրեմն նվազեցման, որովհետև եթե հնարավոր էր նախկինում այդ նույն ուրեմն հատվածում, ասենք Գրիգոր Լուսավորիչից մինչև Արգիշտի փողոց, ասենք Երևանի քաղաքապետարան ընկած ժամանակահատվածում մուտք գործել խաչմերուկ եւ մինչև հաղթանակի կամուրջ ըստեյության կորաձև երթևեկության, առանց երթևեկության թույլատրելի սահմանաչափի գերազանցման կամ դրա նվազեցման, ըստեյության նվազեցման հասնել այդ ուղղությամբ, հիմա պետք է դանդաղեցնել եւ սա բնականաբար շղթայական ռեակցիայով ազդում է եւ հասնում ընդհուպ մինչեւ, այսինքն ներգրավելով Գրիգոր Լուսավորիչ, Ագաթան Գեղոս եւ Արշակ Մինացի խաչմերուկներ որպես գլխավոր Երևան քաղաքի հանգույցներից մեկ, այսինքն մենք մեկ հանգույցի օրինակով ենք փորձում հասկանալ 20-ից 40% երթևեկության դանդաղեցում է տեղի ունեցել, բնականաբար այս թվերը փոփոխվելու են եւ խցանումները մեծանալու են, երբ սկսեն դասերը սեպտեմբեր ամիս, այսինքն իր բոլոր, այսպես ասած, բանով, հա, հմայիչ կողմերով, եթե կարելի է այդպես ասել, Այս ամենի բարձրաձայնման նպատակն իրականում այն է, որ փորձենք հասկանալ, որքանով է Երևան քաղաքը
հարմարավետ երթևեկության համար եւ որքանով են այդ փոփոխությունների ժամանակ հաշվի առնվում ուրեմն մարդկանց շահերը, որովհետեւ իհարկե կարելի է շատ, այսպես ասենք, հարգելի է այն առաջնայնությունը, որ հռչակում է իրավասու մարմինը, բայց չեմ կարծում, որ անհարգալից պետք է լինել Երևան քաղաքի մյուս բնակիչների, վարորդների նկատմամբ եւ ընդհանրապես ամբողջ երթևեկության կազմակերպումը այնպես անել, որ ավելի շատ խնդիրներ ստեղծվեն, քան իրականում խնդիրներ լուծվեն, եւ ես խնդրելու եմ, որպեսզի մենք էմպիրիկ, այսպես ասենք, փորձահեն որոշակի առումով այս խոսակցությանը նշանակություն տանք եւ հրավիրենք պատկան մարմինների ուշադրությունը այս տեսանյութի ներքո, նշեք, թե դուք ինչպիսի խնդիրներ եք տեսնում ճանապարհատրանսպորտային պատահարների մասով, որտեղ օրինակ նույն մասով առաջ եւ հետո 4 ճանապարհատրանսպորտային պատահարը դարձել է 6 Հիմա չեմ պնդի, որ դա հենց երթևեկության փոփոխության պատճառով է եղել, բայց վիճակագրություն է, որ արժանի է ուշադրության, եւ հիմա վարորդները, որոնք ամենօրյա ռեժիմով երթևեկում են, կխնդրեի, որպեսզի իրենք էլ ժամանակահատվածի ընթացքում որոշակի իրենց ուրեմն դիտարկումները գրեն այստեղ, սա լավ հարթակ է, լավ հնարավորություն հրավիրելու մարդկանց ուշադրությունը, ցույց տալու, թե ինչ խնդիրներ կան իրականում Եվ փորձենք հասնել իրականում բոլորի համար ընդունելի լուծումների, որովհետև այսպես բավականին դժվար է դարձել մարդկանց համար Երևան քաղաքում ուղղակի մեկ կետից մյուս կետ տեղափոխվելը։ Եղեք տեղեկացված, եթե ունեք հարցեր, ես պատրաստ եմ պատասխանել դրանց։